Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, իմ սիրելի Գեորգինան տարել է մյուս սենյակ, քանի որ այստեղ փակոց է անում ու ավարտել եմ, դեռ չեմ տեղավորել, քանի որ արևը դրանը պլպլում է, կոֆե եմ գնանք դրանը մի քիչ նստենք, բայց ստեղ այդ քարերը դեռ մնում է, այդ քարերը մի հատ վերցնեմ, այսենց, раз, два, մինչև 12-ը, սրանք շատ ապահով տեղ եմ պահում, միշտ տոպրակի մեջ եմ պահում, երբ որ արդեն այդ գործերից բրծած եմ ելում, բայց քանի որ, ոյ, ծնտրացավ, դեռ կարող է, մեկ էլ տենա, էլի մի բան դուրս եկավ, ասեցի լավ, էդ էլ փակեմ ձմեռվա համար, դրա համար այս ամանի մեջ եմ պահում և լուսավորի կոքեն։ Այսինց։ Կոֆեն ենք էփում, որ գնանք քոթուկի մոտ նստենք, աշնան արևը վայելենք, Էսա մի քիչ հետո էլ գործի եմ գնալու, պատրաստվել եմ, մազերս եմ հարդարել, որոշել եմ մի ընթացք հարդարեմ, էսի տեղում է, քանի որ երբեմն էլ կարոտում եմ ուղիղ մազերին, հետո իմ ուզած ներկներ չկար խանութներում, մի քիչ էլ էր պատճառը, ասեցի կներկեմ, հետո որ ներկելուց հետո չեմ ուզում շուտ արդյոք քսել մազերիս, որակը պահպանելու համար ամեն դեպքում, քանի որ մի կողմից ներքն է վնասում, մի կողմից այդ ֆեներն են վնասում, պիտի պահենք չէ մեր մազերը, որ որակյալ մազեր ունենանք, լավ երկարում է, չնայած այս վերևներում դեռ կա երկարելու, եթե անգամ շատ երկարի ես ներքևի մասը, միևնույնն է, ես շերտերը սիրում եմ ու շերտեր կպահեմ, օյնեց լավ շոք է, սիրելի հետևորդներ ջան, ամառ է եկել, ամառ, աշնան ամառ է եկել, երեկել է շատ շոք, լիքը գործեր եմ արել, բայց իհարկե, քանի որ չորնի գործեր էր, ձեզ չեմ միացել, դե գիտեք էլի որն է այդ չորնի գործերը, մանավանդ գյուղական վայրերում չորնի գործերը բոլա, ինչքան ուզեք կա այդ չորնի գործերը, արևը լավ, տաքացնում է, մեղուներս էլ են դուս եկել, ցակ խաղ են տալի, գործի գնալուց առաջ մի ժամ ունեմ, ասեցի կա, չկա, այս անգամվա կոֆեն ձեր հետ եմ վայելելու, մի փոքր էլ կզրուցեմ, ուզում եմ նաև կիսաթև հագնվեմ, հլա գնանք դրանը մի բջուր նստենք իրար հետ, հլա տենանք կարամ, եթե շոքա կիսաթև հագնվեմ, մի բջուր էլ վայելեմ էլի այդ ամռան ջերմությունը, ճիշտ է, աշունքա, բայց ամառվա պես շոքա, պլյուս 28 այս պահին մեր մոտ, այս դեռևս կթողամ, կգնամ գործի կգամ ու նոր կտեղավորեմ իմ փոքր կլադովկում, փոքր եմ ասում, բայց լավ էլ մեծ է, 6 թե 7 տարակա, էդ էլ կնայենք էլի, տեսա կոֆեն մի հատ էպի, ես իմ սիրուն բաժակի մեջ ֆայել եմ, իմ սիրելի հետևորդուհին ինձ առաջարկել է, որ սրա հետ շատ համապատասխան կլինի զեբրատորտը, այդ պահից սկսած ինչ կարդացել եմ, հավեսի եմ եկել, սպասում եմ հավերս ձուածեն, որ թխեմ, նույնիսկ այդ լոբին, որ ասեցի այսօրվա ուտելիք կա, էդ էլ չեմ սարքել, ձվի չլինելու պատճառով։ Հլա տենանք այսօր կածեն, թե չէ, հույս ունեմ, դե որ եղանակն էլ երեկվանից սկսած լավ տաքա, այն օրվա ցուրտ օրներ, հա, որ ժակետ էլ հագա, ու նոր նստեցի քոթուկների մոտ, քամի սառը, հիմի էլ շոկ ջեջենա, էփի կոֆե ջան, մենք շտապում ենք, պետք է գործի գնամ, սիրելի հետևորդներ ջան, ուշքս դրսում է, ուշքս իմ մեղուների
այդ տեսարանն է, քանի որ երբեմն մեղուները, որ ձակ խաղ են տալի, նաև երբեմն ձակ խաղ չի լինում, ուրիշ մեղուներ հարցակման են գալիս, դրա համար էլ ուշքս այն կողմն է, որ եթե տենամ ինչ-որ ուրիշ բան է կատարվում, ես ամեն վայրկյան անհանգիստ եմ էլի այդ պահերով, եթե հանկարծ հարցակում լինի, դրա դեմը շուտ առնեմ։ Երբ որ շտապելիս ենք լինում, կարծես թե ամեն բանը ուզում ենք հենց այդ պահին լինի, չէ, բայց արդեն խշխշում է։ Այդպես։ Համբերությունը կյանք է, սիրելի հետևորդներ ջան, ամեն հարցում էլ իզուր չէ ասված։ Մինչև ես կհիանամ իմ արդուկած մազերով, որը շատ իմ սրտով է, իմ կոֆեն էրփեց։ Բայց այստեղ չեմ լցնում, սիրելի հետևորդներ ջան, որ այսքան ճամփ են, հեշտ գնամ, դղդողալ է չգնամ էլի, դե գնացինք։ Ապա։ Ճիշտ է, այս ինձ լավ արև է, բայց թե ամեն դեպքում աշունքվա արև է, էլի, սիրելի հետևորդներ ջան։ Կոֆես մի հատ լցնեմ, հավեսով, դուք էլ ձերը լցրեք, են մի կուրը արև է, ասի թե գնամ են մի կրան է նստիմ, են արև կողտեղը, բայց թե ուզեցի, որ քոթուկների մոտ նստեմ, ծաղիկների կողքին, տեսարանը ավելի սիրուն, արևն էլ են կրնում, ծրևում աշողկը, որ պլպլան արև է, Էսա որ կոֆես խմեմ, մի քիչ էլ զրից անեմ ձեր հետ, դպա իմ սիրելի պատկերացրահն էլ կբռնեմ իմ տեսախցիկը, որ տենակ որ սոր մեր գեղումը պլպլան արև է, այսօր հոկտեմբերի 10-ն է, սիրելի հետևորդներ ջան, որ թենց հայտարարել են, որ Սև ծովի քամին գալիս է, դեռ մեր կուշտը չի հասել, այն օրը մի քիչ ռևուտքն էլ է, որ էսա հրես գալիս է, այդ ցուրտ քամին, հետո համեր եկեր արև, շոգ, համել դե սոր, այն կարգի շոգ, որ ուզում եմ կիսաթև հագնեմ ու նոր գնամ գործի, ու այս պահին էլ դե կիսաթև եմ, շատ լավ է, ես ուզում եմ, որ տաք հաշունքը լի, քանի որ տաք հաշունքը իսկական մեր սրտովն է ալում, ու դրա վերով մի հատ լավ զրից կա էլի, ընդհանրապես հատկապես գեղացի ժողովուրդն է այդ խոսքն ասում են քասպի եղանականում, այսինքն թեխի քասպի, որով հասցրած չի իլում պետմետան է բեր է, որ ձմերը տքանա, այդ խոսքի վրա այդ զրիցն են արել ու սհե սերունդեսերուն փոխանցվում է, հմիկ էլ ես եմ ձեզ ասում, միտներդ պհեցեք, որ տաք հաշունքը լի, ասեք քասպի եղանակ անում, դե աստոց ոչ անե, որ քասի բլինք, թող սաղս էլ հարուստ լինք էլի, կոֆեն էլ մտահան չանենք խմենք, լատենանք հավերս եբ ծուկացեն, դե եթե ուզենամ այդ զեբրատորդիցը թխեմ, արնվազը պետքա մի 6 հատելա ըլի, չնայած խմորեղ են թխելու մար, այդ պետական ձվերը ավելի հարմար են ելում, նենց չի, որ նրանք հարամ են էլի, բայց թե այն ա, որ այնքան տեղուտիր են տալի այդ հավերին, ձվիցը մեղայդի ֆոտա գալիս էլ իման ավան, որ մի քիչ էլ խայնվում ենք այդ բանի վրա, արդեն թե գալիս ա, թե գալիս չի, մեզանից անկախ, որ մի բանի վրա խայնանում ենք, այսինքն ուշադրանում ենք, արդեն թվում ա, թե լավը չի։ Մեղունից ձակ խաղեր արդեն հանդարտվել ա, մտել եմ փեթակի մեջը, թեխի եմ անհանգստանում, էլ է դասեմ էլի, քանի որ ամենավտանգավոր շրջանն է, դեպի ձմեռ ենք գնում ու որ մեղվանդանիքի մեղրը պակաս է, ասենք եթե մեղվապահը մի քիչ էլ անխիղճ այլել, սաղ քամել է, այդ մեղուն ճարը կտրած դռնետ ու ռանգնում, կողության է գնում էլի, որ իր ապայն թմամ է, բայց թե լավ է, հանգստացան, ուրեմն գողություն չկա իմ փեթականոցում, իմ մեղվանոցում։ Քամ ելա, երևի արդեն
գալիս է էլի, բայց դեռևս տակ քամի է, դեղցենիս էլ օրոր շորոր գալի, հլա դեռասեմ քշերն էլ մին ուժեղ քամի վիկացավ, հրեսեմ պատուհանը այդ վերևի մասից որ թեքվում է, սաղ քշերը այնքան տաք էր, դե հենց բացել թողել եմ էլի, հետո որ բաց հալում ասենք պատուհանի մի պենջղը բաց հալում, արդեն դրան ամեն ցեն ու ձորը լսվում է, մնել մի վշոց եկավ էլի, ասի պա սև ծովի քամին եկավ քշերահան, հետո որ ռավոտը լիսացավ, դե հա, արևը պլպլին ատալի, ուրխացա, մտքումս էլ ասի, դե հենց, հլա թող մի քիչ էլ ոտը դեմ տա էլի, դեռ կիսատ գործեր ունենք տրներին։ Չնայած այդ սև ծովի քամին, որ գալիս է իր սառնությունով, շատ օգտակար է նաև մնացած ծառերին, հատկապես կարալյոկին, քանի որ պետքա մի քիչ սառնը լի, ցուրտ լի, որ կարալյոկը իր այն սիրուն դեղին գույնը ստանա, գազարագույն, ինչ գույն ասեմ, դեղին ասեմ, չի սազա, գազարագույն ասեմ, չի սազա, այդ երկու գույնը իրար խառնած, արդեն դե գիտեք կարալյոկի գույնը ինչ գույն է ալում, մեջն էլ շոկոլադնի, ջան, էսա դրա վախտն էլ ա գալի, ճիշտ այդքան էլ կարկուտը փչացրուց, տերևահան արավ, շեբահան արավ, ջարդուխուրդ արավ սաղ, բայց շևածերերին մեմեն կա, տակի շևերին էլ կա, այս մի քանի վախտահավերը դուշ չեմ անում, քանի որ ճիշտ ափետը վիկալած կողքնուն հսկում եմ, բայց մնել դենում եմ անցակծակեցին ու վրա տվին կարալյոկի շևերին, դրամա էլ դուշ չեմ անում, կքաղեմ, հետո նոր դուս կանեմ, ըտել են որ ես եմ տանջվում էլի, գերանդին վիկալած սաղորը դրանց մա քոլ եմ հնձում տալի, որ բալի թե մի երկու ծուած են էլի, մեմ էլ վաղտել մտքովս անցակենում, թե բա փետ չառնում, գազի պեչ բերեմ սարքեմ, գազ վառեմ, քանի որ իրար բարեբարա, նույն ծախսն ա գնում, ուղղակի դե փետն ուրիշ ա էլի, պեծի տաքությունը միշտ էլ ուրիշ ա, դե քանի որ օրուց քորփուս դրան ենք սովորելի, որ պեչի կողքին նստինք, ծնգներներուց դեմ անենք, վրին էլ մի երկու կարտոշկի պլեջ շարենք, կամ էլ ինչի էլ ուզենակ կանենք, էլ դդմի պլեջ, էլ սոկոն շարենք վրին, ու տը հենց նմանատիպ բաներ, էլ չասեմ, որ սոմի հացը շղարդ ենք անում, պեչի վրա շարում, դրան ենք շատը կարոտում, այդ որ ուզում ենք պեչ վառենք, փետ առնունք, դրա մեջ այդքան բաները կա էլի, դրա իմաստը ամեն անգամ ասում չենք, որ սրածերը ենք շատ նանում, որ դրա համուհոտն էլ զգանք էլի, դե տքանալը ոնց անենք, ինչ որ մի ձևով կտքանանք, մանավանդ հմել, այս որ դարում ենք ապրում, արդեն արևային կա, արդեն ջեռուցումները ուրիշ ձևով ա, էլ կանտիցյաններ, էլ ինչ ասես դուս ա եկել, ժողովրդի շատը դրան ա ձգտում, բայց թե ինչքան էլ որ էդ են տեղադրում, միևնույնն ա, զրցամի չի, ասում են հա դե պեչից լավը կավո չելի, մի քիչ խատատ-մատատ խմեմ կոֆեն, որ գնալտին պատրաստվի, թե չէ որ զրոցով էլի, գիտեք էլի, զրիցը զրից ա բերում, գործիցս չուշանամ, ջան, սամալյոտն էլ թրջում ահրեն, են կապույտ երկնքումը սիպտակին ա տալի, դեռ ձենը գալիս չի, գիտեք չէ, որ սամալյոտը գալիս ա, մին իրան ենք տենում, հետո նոր մխելի վաղտից ետը, նոր իրա էդ դժժոցն ա գալի, ես մհանումը վիկենամ, երկինքն էլ շանստամ ու գնամ կամանց պատրաստվիմ, այսօր իմ երորդ կոֆեն ասիրելի հետևորդներ ջան, շուտ եմ վիկացել, հենց որ արևի շողկերը տուն ընկավ, այդ գիշերային բարակույրնին էլ որ քաշում եմ, մի պուճուր արանք եմ թողում, մի պենջղը բաց եմ թողում, որ է արևի շողկը տուն ընկնի, դրանից վիկենամ, թե չէ ինչ բուձելնի, ինչ բան, հա սամալյոտը գնաց հասավ, նոյեմբերյան ակուրը, բայց ես վիկենամ իմ պատկերասրահը, շանս տամ սաղիտել։ Մնչևը դես, դեն այդ սամալյոտը
Սուսուփուս անցկացավ ղաշի են մի կուրը, բայց թե ես իմ երկինքը շանստամ էլի, լայս ինձ սիրուն ասոր։ Արևը դե խատատ են մի կուրն անցկացել, ժամի 2-ը չկա, օրը ճաշա կտրել, ահա, սև ամբեր չկա, կապույտ զլզլումա, հետո ամեն հերթ, որ սենց կապույտ ալում երկինքը, հիշում եմ Ռոբինզոն Կրուզոյ ուրփաթին, են որ խոսիլասը որցնում, հետո ասմա երկինքը պույտ է, մի տեսը դվեր գանք, մի հատ էլ ողջուն եմ իմ հարևաններին, ճոճկան գյուղի իմ հետևորդներին, ողջույններս ձեզ, սիրելի հետևորդներ ջան, ճոճկան գյուղից, ամեն հերթ որ դուս եմ գալի իմ բալկոնի ծերին կանգնում, դպադեդն էլ եմ մտիկանում, ձեզ եմ հիշում և շատ հաճելի է ինձ, որ այս սենց հարևաններով կարողանում ենք շփվել, նաև հեռուներից կան ճոճկան գյուղից, որ ծնվել են այդտեղ և ապրում են ուրիշ տեղ, դիտելով ճոճկան գեղը, ճոճկանի պոպլոզը, կարոտներուդ առնում եք, դրուժբեքերը խոդն են արել, ժողովուրդը աշունքվապետը կտորում են, հլա տենանք ես ինչ տիմանել, դե կամանց գնամ տուն, բաժակ մաժակսել, վրավակ եմ, ստի չմնա, քոթուկնիսել են մաշվում, ես կողքերը պոկ ագալ արդեն, դե արևանձրևիցը սհետի լիլելի, ես մնինը հերվանյա պոկ եկել, դեր հլա ստիմ երկու կում կոֆե ունիմ, ես էլ ոտի վրա մի կում անեմ, հետո էդ մհալումն էլ էտա մի հատ լացաղիքնից մոդիկից շանս տամ էլի, ես չքնաղներին, այսենց շրջապատված ծաղիքներով, թեթևացնելով մեր կյանքը, մեր առօրյան, այս բուջուրներս, ու թենք շարունակ, սիրելի հետևորդներ ջան, ես էլ կոկոմացա, ցիկլամենը, որոշ ժամանակից հետո սրանով էլ կուրխանանք իրար հետ, ես էլ սրանք, ես էլ դե մինչև գետին հասնում համարյա, հմի ոնց բերել էի, բաժակս ջազվի վրա դրած, դե հենցև էդ տանիմ, սենց էլ ուշադիրելին վերջի գծեմ կոտրեմ, են մի կումն էլ տանը կխմեմ, դե գնացինք։ Ես արդեն գրեթե պատրաստ եմ տնից դուրս գալու, գործի գնալու համար, սիրելի հետևորդներ ջան, և ինչ եմ հագել, Սաթենից նվիրած շորն եմ հագել այսօր, շատ համապատասխան է, հենց այսօրվա եղանակին, շատ տաք է, սենյակում պլյուս 23, որը շատ նորմալ է սենյակի համար, աշնանորով, դե դրսում մի քիչ ավելի տաք է ու շատ եղանակը իմ կողմից եղավ, Սաղ ամառը սպասում էի, որ այս շորը հագնեմ ու անդադ ինչ-ինչ պատճառներով խանգարվում էր ու վերջապես ես էլ իմ ուզածին հասա։ Ինձ կմնա, որ կոշիկներս հագնեմ, այն սև զամշե կոշիկներն եմ հագնելու, բարձրակրունկ, այս շորի հետ շատ համապատասխան է բարձրակրունկ հագնել։ Հիմա նաև որ եղանակը պայծառ է, սենյակն է լուսավոր, սիրելի հետևորդներ ջան, այնտեղ ինչ ենք տեսնում, ամառվա ֆռիկը, որը արդեն կվերցնեմ սենյակից, դա էլ պետք չի, կտեղափոխեմ մեր մյուս սենյակ, միշտ ասել եմ, որ մեծ տներ ունենք, մեծ սենյակներ ունենք, և այստեղից կվերցնեմ արդեն, այնտեղ իմ տաքացնող պլիտան է, կազմու պատրաստ, առայժմ դա եմ միացնում, եթե պետք է լինում, այստեղ էլ ինչ ենք տեսնում, այս իմ ձեռի գործածնա, սիրելի հետևորդներ ջան, մեմեն շանց եմ տվել, բայց միշտ էլ որ շանց տամ ավելորդ չի լիլելի, հատկապես այս մինը շատ եմ սիրում, շատ, այս պեչի կողքին նստած եմ գործել, այս էլ այս մի կուրը, այս ուզորով նաև թաթուջաղնի ունիմ գործած,
Էս էլ իմ բաղ չի կարմիր խնձորնա, որ սիրուն ռեսի վրա է մեզ կռանը դրել, դես մի կուրը ջարդուխուր թելածա էլի, ահա, միշտ էլ էս խնձորին մտիկ անենք, հետո հիշենք, որ կյանքին միշտ լավ կռնուց մտիկ անենք, էլի, գեշը միշտ էլ կա ու կա, սաղիս կյանքում էլ, էս աշխարհում էլ, դրա համար շուռ տանք ամեն ինչին էլ լավ կռնուց մտիկ անենք, որ մեր կյանքը թեթև անցկենա, մենք էլ երկար ապրենք, էս ծաղկամանը իմ սիրելի ծաղկամանն է, ծիտիկներով, ծառի վրա թառած ծաղիկներով, այս ծաղկամանը միշտ նմանացնում եմ իմ ընտանիքին, ոնց որ թե ընտանեկան ծառ է համարվում, որպես ծաղկաման ինքը շատ նրբաճաշակ ու հետարքիր իմաստալից տեսք ունի, մյուս կողմը դե ցանց արդեն, ահա, եթե ուզում եմ այստեղ ծաղիկ տնեմ, մի հատ սոկի բթուլկա եմ կտրում, ջուր լեկցնում ու միջին դնում, քանի որ դեռ հլաստի եմ, ասի ֆենս էլ շանս տամ, այս ֆենս մի քանի տարի ա որ ունի, դե գիտեք, որ Ռուսաստան գնում գալիս եմ, ընդի երկար կարմ չեմ կենամ էլի, այս սաթենս ա նվիրել, երբ որ գնացել էի, այս կերամիկայա ու մազերը չի այրում, մի քանի տեղից միանում է, այսինքն աստիճաններ ունի էլի, թույլ, միջին և ավելի ուժեղ, ես միջինի վրա եմ միացնում ու նոր մազերս արդուկում սրանով, ստի էլ իմ կերամիկայի շունն է սևուկ, բելկային շանց չեմ տալի, բայց իրան շանց եմ տալի, մի հատ հեռու դնեմ, որ ոտից գլուխ շանց տամ, Սվարովսկի հուլունքով, Սվարովսկի քարերով աչկերով փայլուն, մռութիկը դեղին, տոտիկները դեղին, պոչիկը, ու սա այն մասին ա խոսում, որ ես կենդանիներ շատ եմ սիրում, բելկային ցույց չեմ տալիս, որ շուն դառնա, սիրելի հետևորդներ ջան, հետը չեմ խաղում, չնայած այդ մասին ես շատ տխուր եմ, չեմ ուզում խորանալ, բայց բելկայի մաման էլի ձագուկներ ա ունենալու, ինձ խոստացել են, որ այդ մի ձագուկներ ես իմ սրտով պահեմ, սպասում եմ, որ ծնվի, նրան էլ արդեն ուրիշ անուն կդնեմ ու նրա հետ կխաղամ, ես ոնց կուզեմ իմ շանը կպահեմ, միշտ ասվում ա, որ շան հետ չեն խաղում, որ շունը շուն դառնա, դե հմի, ասողին լսող ա պետքը, ինձանից չպահանջեք, հենց որ այդ թուլիկը կծնվի, սպասենք այդ թուլիկի ծնվելուն, սիրելիներս, ահա, ես էլ իմ կերամիկայից սևուկ շունը, երկար տարիներ ա որ ունեմ, ես եմ առել, ես ինքս ինձ նվեր եմ առել, դե հիմա կոշիկներս հագնեմ ու գնամ, կոշիկներս էլ հագամ, պայուսակս էլ վերցնեմ, Սիրելի հետևորդներ ջան, եղանակ շարունակում ա դեռևս տաք մնալ ու ճիշտ ասի նման եղանակները քասբի եղանակ ա համարվում, բայց հոգով միշտ հարուստ լինենք, միշտ մեր սիրտը լեմ պհենք, որպեսզի կայնանք, թեթև ապրենք ու երկար ապրենք։ Դե ես արդեն գնամ իմ աշխատանքին։ Պակա, պակա, պակա։